Իսրայելը կսպաներ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, եթե դա հնարավոր լիներ երկրների միջև 12-օրյա պատերազմի ժամանակ, հայտարարել է Իսրայելի ՊՆ նախարար Իսրայել Կացը։ Ես կարծում եմ, որ եթե Խամենեին մեր տեսադաշտում լիներ, մենք կլիկվիդացնեինք նրան, ասել է Կացը, բայց Խամենեին դա հասկանում էր, ուստի ընդհատակ անցավ, ի վերջո դա անիրատեսական էր, եզրափակել է նա։ Իսրայելը և Fox News-ը ԱՄՆ-ի ներքաշում են Իրանի հետ լայնամասշտաբ պատերազմի մեջ, որը կներառի Իսլամական Հանրապետության հարստացված ուրանի առգրավման գործողություններ, հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Սթիվ Բենոնը։ Եթե դուք ուզում եք գնալ Իրան ռեժիմի փոփոխությամբ զբաղվելու, ապա գնացեք և ինքներդ դրանով զբաղվեք, մենք դա չենք անի, նշել է նա։ Բենոնը ընդգծել է, որ Իսրայելը մշտապես ձգտում է ԱՄՆ-ին ներքաշել Մերձավոր Արևելքի բոլոր ռազմական հակամարտությունների մեջ։ Նա նաև մեղադրել է ամերիկյան ռազմաարդյունաբերական համալիրին այդ ծրագրերը համատեղելու մեջ։ Իրանի իշխանությունները ապացույցներ ունեն, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմակայանները որոշակի դեր են խաղացել Իսրայելին աջակցելու գործում, առանց այն պետությունների ղեկավարների իմացության, որոնց տարածքում նրանք գտնվում են, հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Մենք նաև ապացույցներ ունենք, որ ամերիկյան բազաները, որոնք տեղակայված են Մերձավոր Արևելյան տարածաշրջանում, թեև առանց այն երկրների կառավարությունների իմացության, որտեղ նրանք գտնվում են, որոշակի դեր են խաղացել Իսրայելին աջակցելու գործում, ասել է նախարարը։ Այն, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 4-օրյա այց կկատարի Չինաստան, տագնապի ազդանշան է դարձել ԱՄՆ-ի համար, այս մասին գրել է չինական պարբերականը։ Մասնավորապես լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ Պուտինի նախորդ արտասահմանյան այցերը 3 օրից ավելի չեն տևել։ Ամերիկյան վարչակազմի համար, որը բազմիցս մտահոգություն է հայտնել ռուս-չինական հարաբերությունների խորացման կապակցությամբ, ՌԴ ղեկավարի այցը մեկ թեզի հաստատում է։ Մոսկվան և Պեկինը շարունակում են մերձենալ, չնայած արտաքին ճնշումներին, նշել են լրագրողները։ Հնդկաստանը և Ռուսաստանը քննարկել են ռուսական S-400 զենիթահրթիռային համալիրների և այլ ռազմական տեխնիկայի մատակարարումը սեղմ ժամկետներում, հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը։ S-400 համալիրների մատակարարումը, Su-30 MKI կործանիչների արդիականացումը և խիստ կարևոր ռազմական տեխնիկայի գնումը հանդիպման առանցքային թեմաներից էին, հայտարարել են գերատեսչությունում։ Հնդկաստանի ՊՆ-ում նշել են, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարներ Ռաջնաթ Սինգհի և Անդրեյ Բելոուսովի հանդիպումը տեղի է ունեցել Հնդկաստան-Պակիստան վերջին հակամարտության ֆոնին։